ձայն։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, հանրայինի եթերում կրկին ձեր ձայնն է լսելի, ես Լուսինե Մուրադյանն եմ եւ առաջարկում եմ ոչ միայն մեզ լսել, այլև դիտել մուտք գործեք armradio.am կայք, այնտեղ կարող եք դիտել հեռարձակումը եւ իհարկե Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջի միջոցով եւս կարող եք հետեւել ծրագրին։ Այսօր անդրադառնալու ենք մի կարևոր համաժողովի, որը տեղի ունեցել նոյեմբերի 6-ին Երևանում, տեղի ունեցել ինտերնետ կառավարման հայաստանյան 10-րդ համաժողովը ARM-IGF 2025 Հայաստանի թվային փոխակերպում եւ զարգացում։ Ինչպես է այն տեղի ունենում իրականում եւ ինչ դիրքերում ենք մենք եւ ինչ է քննարկվել համաժողովի ընթացքում, կներկայացնեն իմ զրուցակիցները։ Ինտերնետ հանրություն հասարակական կազմակերպության խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ RIPE NCC հանրային կապերի եւ քաղաքականության մշակման ավագ խորհրդական միջազգային փորձագետ Վահան Հովսեփյան, բարև ձեզ։ Ողջույն ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար, սա կարծես թե շատ կարևոր համաժողով կարող ենք համարել եւ մեր ժամանակակից իրականությունում առանց ինտերնետ, կարծես առանց հաց ու ջուր։ Հա, ճիշտ եմ, թե սխալ էր իմ համեմատությունը։ Շատ ճիշտ եք, ու քանի որ ամեն ինչ արդեն անցել է համացանց, ստացվում է, որ ինտերնետը ինքնին շատ կարևոր է բոլորի կյանքում եւ դրա կառավարում ասելով ի նկատի չունենք բառից բուն իմաստով, այն գործոնները, որոնք որ տեղի են ունենում համացանցում, շատ կարևորում ենք եւ մենք եւ մեր գործընկերները, ում հետ որ կազմակերպում ենք միջոցառումը։ Թվային ինտերնետ դիմակայություն, թվային քաղաքականության լայնաշերտ ինտերնետի հասանելիություն, տեխնոլոգիական առաջընթացի հնարավորություն, մարտահրավերներ, դրանք են եղել չէ հիմնական թեմաները, ովքեր էին մասնակիցը նախավարաջ համաժողովի, մի քիչ պատմեք համաժողովից, կարող ենք արդեն ամփոփել, որովհետև ինտերնետ հարությունը կան մի երկու բառով ներկայացնեմ, որ հանդիսանում է .am/.hi դոմեյնային անունների կառավարիչը։ Մենք բազմիցս հանդիպումներ ենք ունեցել, այո։ Եվ այս տարի 10-րդ համաժողովն էր, իսկ համաժողովը ինքնին հանդիսանում է հարթակ, որտեղ որ հրավիրում ենք բոլոր շահառու կողմերին քննարկելու խնդիրները, այդ թվում ձեր նշված խնդիրները, եւ ընդհանուր քննարկումների արդյունքում որոշակի ուղղվածություն ենք փորձում տալ խնդիրների լուծումը հայտնաբերելու համար։ Ինչ ենք այս տարի խոսել թվային փոխակերպման մասին, process-ները, որոնք որ տեղի են ունենում Հայաստանում եւ ամբողջ աշխարհում գլոբալ, փորձել ենք արագ են տեղի ունենում, այո, շատ արագ են տեղի ունենում եւ փորձել ենք քննարկել մեր գործընկերների, մեր մասնակիցների, ովքեր որ այս տարի մոտ 120 հոգի կային, երևի ավել անգամ, որովհետեւ երկու ձևաչափով էր ընթանում համաժողովը, հիբրիդ, այսինքն on-line եւ offline, այո, առցանց եւ անցանց։ Շատ լավ անցավ, այսպես ասեմ, այո, մենք գոհենք, ներգրավվածության մասով էլ որոշակի թերություններ իհարկե կային, բայց այդպես դա մեզ ոնց որ ոգևորում է հաջորդ տարիների համար հասկանալու որտեղից սկսենք, ինչի մասին ավելի շատ խոսենք կամ ընթացքում այդ հետևողականությունը պահելու եւ թեմատիկ զարգացումները հետևելու համար։ Արագընթաց փոփոխություններից խոսեցինք եւ դուք էլ փաստեցիք, պարոն Հովսեփյան, որ շատ արագ է տեղի ունենում ամբողջ աշխարհում փոփոխությունները եւ որքան էլ շատերը փորձում են չհամակերպվել այս արագ փոփոխություններին, եթե վերցնենք արհեստական բանականությունը, ապա շատերը ես էլ ինքս սկզբից մի տեսակ լարվում էի այդ իրականությունը, չէի հարմարվում այդ իրականությանը, բայց շատ մասնագետներ ասում են գնացքը արագընթաց գնում է եւ եթե ուզում ես համընթաց լինել, ապա չպիտի փորձես վազել հետևից, այլ պիտի նստես այդ գնացք։ Այս բարակայում եթե դիտարկենք արդյոք մենք հայերս ու սովորական քաղաքացիներ պատրաստ են այս արագընթաց փոփոխություններին, չէ՞ որ մենք ուղղակի օգտագործում ենք այդ ինտերնետը եւ շատ բաներից ուղղակի տեղյակ չենք, կառավարման տեսանկյունից, ապահովության տեսանկյունից։ Ոչ, մենք կարծում եմ պատրաստ չենք եւ դա ոչ միայն հայերի կամ Հայաստանի խնդիրն է, ամբողջ աշխարհում այդ գործընթացները հիմա ավելի եւ ավելի են սրվում, կառավարությունների, տեխնիկական համայնքը, կորպորացիաները, հասարակական կազմակերպությունները քննարկում են, թե ինչպես հիմա, ինչպես ապագայում պետք է տեղի ունենա այդ կառավարումը ինտերնետի եւ թվայինացման, որը որ թույլ կտա մեզ թեւակողել թվային ապագայի մյուս փուլ
դա գագաթնակետին է հասնելու այս տարվա նոյեմբերին, երբ որ Նյու Յորքում բարձր մակարդակի հանդիպում է լինելու UN-ի, որտեղ քննարկվելու է UN IGF-ի ապագան, ինչպես այն պետք է վերափոխվի, ինչ ձևաչափով պետք է շարունակվի եւ այլն։ Բայց եթե դուք նկատել եք, անկախ դրանից, անկախ այսպես ասած կոչված ինտերնետի կառավարումից կամ թվային կառավարումից, Հայաստանում արդեն տարիներ շարունակ տեղի են ունենում տարբեր ֆորումներ, թվային ապագա, թվայնացում, թվային մարտահրավերներ եւ այլն։ Ինչն է այդտեղ կարևոր, այս տեխնոլոգիական փոփոխությունները, որը մենք կոչում ենք 4-րդ թվային հեղափոխություն, սկսվել են հենց ինտերնետի հայտնաբերումով, ինտերնետի, այսպես ասած, ծնունդով, մեկնարկով եւ պետք է հասկանալ, որ այն ծառայությունները, այն նորարարությունները, որոնք մենք ակնկալում ենք, օրինակ արհեստական բանականությունը, հեռաբժշկությունը, իրերի ինտերնետը եւ այլն, դրանք ամբողջապես հիմնված են կամ հենվում են այն հենքի վրա, որը որ կոչվում է ինտերնետ, եւ այդ ինտերնետը պետք է բավարար չափ զարգացած լինի եւ ճիշտ կառավարվի, որպեսզի մենք ունենանք այդ հնարավորությունը դրանք այսպես ասած դրանցից օգտվելու, դրանք թողարկելու։ Այդ դրա համար է, որ Հայաստանի ինտերնետ կառավարման ֆորումը եւ այլ ինտերնետի կառավարման ֆորումները փորձում են ներգրավել բոլոր շահագրգիռ անձանց, դա կոչվում է բազմաշահառու մոտեցում, որպեսզի եւ պրովայդերները գան, եւ պետությունը գա կիսվի իր մտահոգություններով, իր պլաններով, եւ հասարակական կազմակերպությունները, բոլոր այդ բազմաշահառու ընկերությունները եւ կազմակերպությունները գան իրար հետ, որպեսզի հասկանան ինչպես այդ ինտերնետը պետք է զարգանա, ինչպես այն պետք է կառավարվի, որ այդ երկրները, այդ հանրությունները կարողանան լինեն առաջատար այս թվային ապագայում։ Այստեղ առաջատարության մասին փաստորեն միմյանց ձայնը լսելի լինի եւ համակարգված լինի գործընթացը, ճիշտ եմ հասկանում։ Մենք աշխատում ենք այս հարթակում քննարկել խնդիրները իրականում։ Մենք չենք քննարկում աշխարհում ինչ է տեղի ունենում ընդհանրապես, մի շարք ֆորումներ կան, պլատֆորմներ կա, որ գալիս են առաջատար ինչ-որ փորձ են ցույց տալի, բայց մենք այստեղ քննարկում ենք կոնկրետ Հայաստանը ինչի կարիքը ունի, որպեսզի լինի առաջատար։ Մի ասացված կա, ասում է, որ ինտերնետը դա ծով է, ծով չունեցող երկրների համար, կախեցիկ, այո, եւ բայց ես նույնիսկ իմ բանախոսությունների ժամանակ ասում եմ, որ որպեսզի կարողանաս այդ ծովում լինես առաջատար, դու պետք է ունենաս լավ նավատորմ, պետք է ունենաս լողալու հմտություններ, պետք է ունենաս այդ հնարավորությունները, որպեսզի կարողանաս այդ ծովից օգտվես, այլապես դու ուղղակի կխորտակվես։ Կարծես ուղեղների խնդիր չունենք։ Չէ, ուղեղների խնդիր չունենք, ունենք մեր հնարավորությունները ճիշտ օգտագործելու, մեր հարաբերական առավելությունները հզորացնելու։ Մենք ունենք բավականին լավ ինտերնետի ենթակառուցվածքներ Հայաստանում եւ ինտերնետի exchange point ունենք եւ ունենք որոշակի սերվերներ, որոնք որ այլ երկրներ օրինակ չունեն, բայց տեխնոլոգիաները զարգանում են, թվային ուղիները զարգանում են եւ որպեսզի Հայաստանը մնա առաջատար եւ օգտվի այդ առավելություններից, մենք շատ ակտիվ պետք է տարածաշրջանային քաղաքականություն վարենք եւ զարգացնենք այդ ենթակառուցվածքները։ Այդ տարածաշրջանային քաղաքականության շանսերի մասին կխոսենք քիչ անց, բայց ես բազմաթիվ զբոսաշրջիկների լսելով միշտ նրանք արձագանքում են ու փաստում մի կարևոր հանգամանք, որ Հայաստանում ինտերնետ հասանելիությունը շատ լավն է եւ շատ երկրների գերազանցում է իր հասանելիությամբ ու շատ զարգացած երկրներում նույնիսկ այդքան հասանելի չէ սովորական քաղաքացու ինտերնետը, որքան մեզ մոտ։ Մատչելիության տեսանկյունից, այո, համաձայն եմ։ Ես մի 3 կոմպոնենտ կուզենայի նշել համացանցի հետ կապված, որ համացանցը պետք է լինի անվտանգ, անխափան եւ հուսալի։ Այսինքն այս կոմպոնենտների մեջ ահագին բան կարելի է ներառել, սկսած կրթությունից, օգտվելու գրագիտությունից, այո, այն թեմաներն են, որոնք որ մենք բոլոր տեղերում խոսում ենք դրա մասին, փորձում ենք ժողովրդին, այսինքն այն հանրությանը, ովքեր որ ներգրաված են մեր process-ների մեջ, ներկայացնել այդ ամեն ինչը։ Այսինքն կրթական ծրագրերը, այստեղ ես շատ կարևորում եմ, որպեսզի Վահանի նշած
process-ները ճիշտ ուղղությամբ գնան։ Այսինքն մարդիկ պետք է իմանան ինչ վտանգներից պետք է զգուշ լինեն, ինչ է իրանց սպասվում, այդ տեխնոլոգիական զարգացումները իրենց հետ բազմաթիվ վտանգներ են նաև բերում, բացի հնարավորությունները։ Այդ ռիսկերի, հնարավորությունների մասին հենց համաժողովի ընթացքում քննարկում ենք, փորձում ենք ոնց որ մեկտեղել, հա, այն մտածմունքները, որոնք որ կան տարբեր շահառու կողմերի մոտ։ Եթե շահառուներից գանք սովորական քաղաքացիների, ապա կարծում եմ 1-2 տարի անց նոր մենք կունենանք ավելի կիրթ գրագետ օգտատերեր, հաշվի առնելով սերնդափոխությունը, որովհետև մեզնից մեծ սերունդը պատրաստ չէ շատ արագ մուտք գործելու եւ մեդիագրագետ լինելու։ Ես այդքան էլ համաձայն չեմ իրականում, որովհետև օրինակ իմ արեսորը 87 հիմա տարեկան է, ինքը մոտ մի 5-6 տարի առաջ դեռ աշխատում էր ու ինքը առաջիններից էր, որ անցավ օրինակ էլեկտրոնային հաշվապահական համակարգերի ու շատ նորմալ անցավ։ Պետք են հատուկ ծրագրեր, ինչ թվում է մեծահասակների համար, պետք են հատուկ թվային վերափոխման հմտություններ տարբեր ոլորտի, տարբեր շերտերի համար, որոնք իրանց թույլ կտան ոչ միայն տեսնեն այդ ինտերնետի մեջ մի ասում են գլազոկը միացրա, հա, այդ վեբկամերան գլազոկը, ոչ միայն տեսնեն միայն շփվելու հնարավորությունը կամ ChatGPT-ին հարցեր տալու եւ պատասխաններ ստանալու, կուրսայիններ ստանալու հնարավորություն։ Օգտվել է իհարկե։ Էլ պետք է գրագետ ու ճիշտ թիրախային հարցեր տալիս, եթե ուզում ես հստակ պատասխաններ ունենալ։ Սա էլ ուրիշ հմտություն է։ Շատ ճիշտ է։ Այդ բոլոր հմտությունները պետք է դասավանդվեն, ոչ թե իրանց դիմակայվեն։ Պետք է շատ հստակ ուղղակի պատկերացում ու հասկացություն լինի, որ բոլոր պատմությունը, եթե գնանք, բոլոր ինդուստրիալ հեղափոխությունները, եթե դուք նայեք առաջի, երկրորդ, երրորդ, իրենք բերել են խայտարակ մեծ փոփոխությունների եւ արդյունաբերություններ են քանդվել եւ կառավարություններ են տապալվել, կառավարության ստրուկտուրաները փոխվել, թագավորներ են գլխատվել եւ այլն եւ այլն։ Եթե մենք հասկանում ենք, որ սա 4-րդ թվային հեղափոխությունն է, արդեն ինդուստրիալ, մենք պետք է հասկանանք, որ ամեն ինչ փոխվելու է։ Սոցիումը փոխվելու է, սոցիալական հարաբերությունները փոխվելու են, ընտանեկան հարաբերություններ են փոխվում են։ Կառավարության մոտեցումներն է պետք է փոխվեն, տարբեր կառավարություններ ունեն արդեն թվային վերափոխման եւ AI-ի պատասխանատուներ, նախարարություններ, նոր մասնագիտություններ, հների վերացում։ Այո, մենք պետք է պատրաստ լինենք այդ փոփոխությունների եւ առաջնորդենք այդ փոփոխությունները, ոչ թե սպասենք, երբ դա կգա ու ինչ որ ինդուստրիա ուղղակի կքանդվի ու կդրնի մեզ փաստի առաջ։ Մենք պետք է ուսումնասիրենք որն է լինելու մյուս տարվա, մյուս տասնամյակի մասնագիտությունները, ինչպես ու լավ, մի քիչ էլ որ վերադառնանք այսպես ասած հենց բուն ինտերնետին, Հայաստանը մի փոքր ավելի տենց ուրույն դիրքեր պետք է ունենա, որովհետև այստեղ բացի օրինակ եվրոպական միության կողմից սահմանված ինչ որ ստանդարտներից կան օրինակ երկրաշարժի վտանգներ, կան պատերազմական վտանգներ եւ ինտերնետի կայունությունը կամ վերականգնելիությունը շատ կարեւոր է, այդ resilience որ ասում ենք, հա, շատ կարեւոր է, որովհետեւ մեզ պետք են այնպիսի համակարգեր, որոնք որ կաշխատեն ցանկացած դեպքում։ Այս դեպքում իզուր չէր, որ ասում էին պատի ռադիոն միշտ աշխատում է քաղաքային դարային ցանցը, որը մշտապես ցանկացած ֆորս մաժորի դեպքում երևի թե այլընտրանքային նման տարբերակներ պետք է մտածվեն կայունությունը պահելու համար, չգիտեմ։ Իրականում եւ դա եւ արբանյակային։ Ահա։ Նաև այդ պետք է զարգացվի Հայաստանում։ Այսինքն ներեցեք, հաշվի առնելով տարածաշրջանում սեյսմիկ վիճակները, հա, թիրախային պետք է լինեն նաև այդ մոտեցումները, կախված թե դու որ երկրում ես։ Այնինչ կաշխատի Հայաստանում, միգուցե չաշխատի այլ երկրի համար, իհարկե։ Մեզ մոտ օրինակ ցունամիի վտանգներ չկան, բայց այլ երկրներում նման վտանգներ կան։ Այո, օրինակ Եվրոպայում կա տվյալների պաշտպանության տարբեր դիրեկտիվաներ, որը որ պարտադրում է, որ տվյալները պարտադիր եվրոպական միության քաղաքացիների տվյալները պարտադիր պետք է լինեն օրինակ Եվրոպայում, հա։ Հայաստանի դեպքում, որպեսզի այդպիսի համակարգեր ապահովես, դա խայտարակ մեծ ներդրումների, այսպես ասած, կարիք կունենա։ Բայց մենք էլ պետք է մտածենք օրինակ որ երկրաշարժ կամ ինչ որ արտառոց արտակարգ իրավիճակ լինի, ինչպես մենք մեր տվյալները պետք է պաշտպանված ունենանք, կարող է դատա ցենտրները մի բան լինեն ու մենք ունենանք ինչ որ ռեզերվային կենտրոն այլ երկրում միգուցե
Երկրորդը շատ լավ նախաձեռնություն է, որ դուք երևի լսել եք, հաստատ լսել եք Nvidia-ի AI Factory հիմնելու մասին Հայաստանում եւ դա բացելու է նոր հնարավորություններ Հայաստանի համար ոչ միայն տրաֆիկ փոխանակելու ուրիշների հետ, այլ նաև մենք էլ արդեն տրաֆիկ կարող է գնենք։ Դրա համար մենք պետք է ունենանք շատ ավելի լուրջ ենթակառուցվածքներ, որոնք կկապեն Հայաստանը տարբեր երկրների հետ համապատասխան տեխնիկական որակային չափանիշներով։ Դուք ստեղ խոսում եք, որ տուրիստները գալիս են Հայաստան օգտվում են ինտերնետից, բայց տուրիստները գալիս են չեն օգտվում օրինակ իրերի ինտերնետից, իրանք չեն օգտվում հեռաբժշկությունից, հա, որոնք իրանք շատ դեպքերում չեն օգտվում AI-ի շատ խորացված process-ներից, հա։ Սովորական առօրյական տարբերակն է ասում։ Հա, որակական չափանիշները մենք պետք է կարողանանք պահենք եւ անվտանգային որակական որը շատ կարեւոր է, թեպետ մենք սովորական քաղաքացիներս չենք գիտակցում անվտանգայինի մասով, բայց կուզեի անպայման անդրադառնային անվտանգայինի մասին։ Անվտանգային մասով մենք օրինակ մեր կազմակերպությունը RIPE-NCC-ն ապահովում է ամբողջ տարածաշրջանում Internet Routing Security պրոտոկոլի գործածումը եւ ասեմ ձեզ, որ Հայաստանը նես շոր շատ վատ դիրքում է այդ առումով, բայց կամած մենք պետք է գնանք այդ պրոտոկոլի ինտերնետ security պրոտոկոլների ավելի մեծ կիրառման եւ Հայաստանում նոր պրոտոկոլների, օրինակ IPv6 տեխնիկական բաներ եմ ասում, բայց դա այն հիմքերն են, որոնք իրականում առանց դրանց անցնելու դուք չեք կարող մտածել ապագայի տենց լուրջ ենթակառուցվածքներ, լուրջ տնտեսություն զարգացնելու մասին։ Դրա համար մասնագետները պիտի մտածեն դուք օրինակ։ Դրա համար նաև պետք է պետությունը իր ռազմավարության մեջ դա դնի, նաև պետությունը պետք է հասկանա, պետությունը պետք է համապատասխան միջազգային պայմանագրեր ունենա, կարողությունների զարգացում ունենա, որպեսզի այդ մարտիկ կարողանան իմպլեմենտացիա անեն այդ պրոտոկոլները, շատ կարևոր է։ Համատեղ աշխատանք, որը կտա զգալի արդյունք, ցանկալի արդյունք, այս բարակային։ Եվ ավելին ասեմ, շատ եւ շատ միջազգային կազմակերպություններ, ես ոչ միայն մեր կազմակերպությունն եմ ասում, շատ միջազգային կազմակերպություններ պատրաստ են այդ ռեսուրսներով աջակցեն Հայաստանի պետությանը, Հայաստանի կառավարությանը, որպեսզի մենք հասնենք ինտերնետի զարգացվածության այդ մակարդակի եւ մենք եւ մեր գործընկերները օրինակ ICANN-ից, ինտերնետ հասարակությունից, այլ ITU-ից իրենք պատրաստ են, մենք պատրաստ ենք մեր ռեսուրսները ներդնենք, օգնենք Հայաստանի կառավարությանը, Հայաստանի տեխնիկական համայնքին, որպեսզի իրանք կարողանան առաջ գնան այդ ուղղությամբ։ Ես այստեղ կարող եմ հավելել, որ ինտերնետ հանրություն ՀԿ-ն հանդիսանալով այդ բոլոր կազմակերպությունների գործընկեր, այստեղ նաև այդ իրազեկման գործընթացն է իրականացնում, այսինքն կազմակերպելով միջոցառումներ, հանդիպումներ, աշխատանքային հանդիպումներ, ինչու՞ չէ, եւ կառավարության մասնակիցների հետ եւ բոլոր այն հետաքրքրված անձանց հետ, ովքեր որ գիտակցում են այդ զարգացումների ամբողջական պատկերը, իրենց հետ փորձում ենք անցկացնել այդ իրազեկման միջոցառումները, որը շատ կարևոր է։ Օրինակ, ինչպես նշեցիք, տուրիստները իրեն գալիս են ժամանակավոր օգտվում, գնում են, չէ՞, բայց այն մարդիկ, ովքեր որ ապրում են այստեղ, իրենք շատ ավելի պատրաստված պետք է լինեն մարտահրավերներին, որոնք որ սպասվում է իրենց եւ այդ զարգացումները բերում են իրենց հետ։ Այսինքն նույն հեռախոսի օգտվելուց հիմա շատ են խոսում այդ կրիպտոարժույթների եւ այլնի, չէ՞, խաբեությունների, ֆինանսական բուրգերի եւ այլնի մասին, ինչի մասին իդեպ նշեմ, որ նոյեմբերի 20-ին ունենք միջոցառում, որը հենց նվիրված է լինելու այդ թեմային եւ խոսելու ենք ուսանողների հետ։ Այսինքն ուսանողական համայնքը ներգրավելու այդ process-ների մեջ հանդիսանում է մեր կարևորագույն նպատակներից մեկը։ Գրագետ լինել, որպեսզի չդառնալ խաբեության զոհ, որովհետև մենք հաճախ մտածում ենք, որ օֆլայն տարբերակով միայն կարող է նմանատիպ խարդախություններ տեղ ունենան, բայց արյութես, որ ամբողջ աշխարհում զգալի աճել են օնլայն խաբեությունները եւ բազմաթիվ մարդիկ են այդ խաբեության զոհ դառնում, այստեղ էլ պիտի պատրաստված լինենք։ Ես միշտ կեսկատակ, կեսլուրջ ասում եմ, որ մեր կյանքը բաժանվել է երկու մասի, ունենք օնլայն կյանք եւ օֆլայն կյանք եւ պիտի կարողանանք այնպես անել, որ մեկը մյուսի հաշվին տեղի չունենա։ Այս պարագայում, եթե խոսում ենք այդ բաժանման մասին, ապա եթե չլինի կայուն ինտերնետ, չունենանք այդ բոլոր հնարավորությունները, որ դուք նշում եք, մենք չենք կարողանա համընթաց գնալ այդ ամենին, թեպետ կարող ենք ասել, որ Հայաստանի ինտերնետ դիմակայության ինդեքսը 2022-ից 23-ի միջակայքում բարձրացել է 48%-ից մինչև 49% տարածաշրջանում, արևմտաասիայում
կավկասիական երկրների գոտում զբաղեցնելով 8-րդ համաշխարհային սանդղակում 71-րդ հորիզոնականը, սրանք թվեր են, այդուհանդերձ մասնագետներն արձանագրում են, որ մեր երկրի լուրջ մարտահրավերների առջև է, քանի որ չունի իր սեփական ինտերնետային մալուխը։ Այո։ Հիմա եկեք այդ շանսերից խոսենք, դուք ասացիք, որ տարածաշրջանում պետք է կարողանանք նաև ունենալ հնարավորություններ ունենանք, հա, տարբեր ճանապարհներ, հա, այսպես գծելու, ունենք այդ շանսերը, ունենք այդ հնարավորությունները, թե ոչ, եւ ինչ գործընթացներ են տեղի ունենում այդ ուղղությամբ։ Դե նայեք, իրականում Հայաստանի մասնավոր հատվածը հիմա հնարավորինս օգտվում այն հնարավորություն, կարելի ասել, մոտ 80%-ով օգտվում այն հնարավորություններից, որ ինքը հիմա ունի։ Այլ բան, որ հնարավոր է նաև հզորացնել այդ հնարավորությունները, ամբողջ ոչ միայն Հայաստանը, Անդրկովկասը կամ Հարավային Կովկասը ներկայումս Եվրոպային միացած է մեկ ուղիղ մալուխով, որը որ սև ծովով է անցնում, դա ընդամենը մեկ մալուխ է եւ եթե այդ մնացած մալուխները գնում են Թուրքիայով, մի քանի հատ գնում են Ռուսաստանով, որ մեր համար իհարկե լավ է, բայց լավ կլիներ, որ ունենայինք օրինակ երկրորդ կամ երրորդ մալուխը, այո, այլընտրանքային սև ծովով։ Մի քանի անգամ եղել են, չէ՞, դեպքեր, երբ մալուխը վնասվել է, այստեղ չգիտեմ ինչ էր կատարվում, համացանցը չկար, բոլորը խուճապի մեջ էին, մենք դա մեր մաշկի վրա զգացել ենք մեկ թե երկու անգամ։ Դա վերև գնացող, այսպես ասած, մալուխային համակարգն է, եւ Եվրոպական միությունը Հայաստանի կառավարության հետ հետամուխ է եղել այդ ուղղությամբ աշխատանքի, մի քանի պրոյեկտ է նախաձեռնվել, որը որ եթե իրականանա, շատ լավ կլինի, բայց ինչքանով ես տեղյակ եմ հիմա դեռ այդքան լուրջ գործընթացներ այդ ուղղությամբ չկան։ Մյուս ուղղությունը դա արդեն հարավային ուղղություն է, որտեղ որ մեր տելեկոմ պրովայդերները, մասնավոր ընկերությունները նույնպես լուրջ հաջողություններ ունեն, բայց շատ կարևոր է, որպեսզի մեր կառավարությունը նույնպես աջակցի իրենց այդ ուղղությամբ աշխատելուն, խրախուսի եւ ստեղծի ավելի լավ, ավելի լայն հնարավորություններ նաեւ այլ երկրներ ներթափանցելու, հա։ Դա շատ կարևոր կլինի, որպեսզի ապահովել եւ հյուսիս-հարավ եւ արևմուտք-արևելք, այսպես ասած, այդ իրական խաչմերուկի հնարավորությունները, որը որ մեզ կդարձնի այն երկիրը, որը որ հետաքրքիր կլինի ամբողջ տարածաշրջանի համար։ Մյուս կողմից Հայաստանում նաև պետք է տեղադրվեն այնպիսի համակարգեր, ինչպիսին օրինակ NVIDIA-ի AI սուպեր համակարգչային կենտրոնը, այլ սուպեր համակարգչային հնարավորություններ, կլաստերային ինչ որ զարգացման հնարավորություններ, root server-ներ, որոնք որ Հայաստանում արդեն որոշակիորեն կան։ Մենք ունենք եւ սուպեր համակարգիչներ, այստեղ արդեն իսկ բացի NVIDIA-ից ունենք նաեւ root server-ներ տարբեր մասնավոր հիմնարկներում, Armix հիմնադրամ, որը որ ինտերնետ տրաֆիկի փոխանակման կենտրոնն է, որը ամբողջ տարածաշրջանի կարող է ծառայի ասեմ ձեզ, որ օրինակ Հայաստանը մոտ 7 root server կա, դա ինտերնետի, այսպես ասած, հիմքային մասերից մեկն է, որ տարբեր երկրներում որևիցե մի հատ չկա։ Այսինքն տեղ կա, որ 1 հատ կա, տեղ կա 2 հատ կա, օրինակ Վրաստանում կարծեմ կա 2 թե 3 հատ, Ադրբեջանում 1 թե 2 հատ, կենտրոնական Ասիա երկրներում նույնիսկ քիչ են։ Մենք մեր հագեցվածությամբ հավասար ենք եվրոպական լուրջ երկրների, այսպես ասած, մակարդակին եւ այդ հարաբերական առավելությունը պետք է օգտագործվի իրականում։ Ինչ անել եւ արդյոք ունեք լուծումներ, ճանապարհներ, որպիսի հստակ խաղացողի դիրքերում մնանք ինտերնետի տեսանկյունից, թեկուզ մեր տարածաշրջանի համար։ Ուզում ես Կարծում եմ մեր կողմից ակնկալվում է ակտիվություն։ Լավ դիրքերում ենք, բայց այդ դիրքերը բավարար չեն, պիտի աշխատանքներ տարվեն։ Ժամանակ պետք է հատկացնել դրան, այսինքն ներդրում անել մարդկային ռեսուրսով, որպեսզի կարողանաս ներգրաված լինես, տեղեկացված լինես, թե ինչ է տեղի ունենում եւ մասնակից դառնաս, ինչը շատ կարեւոր է։ Եվ հետեւողականություն, այսինքն մենք խոսեցինք համաժողովին ինչ-որ բաների մասին, բայց այդ օրով չավարտվեց ամեն ինչ, չէ՞։ Շարունակություն այո, շարունակականությունը պետք է պահել, ներգրաված լինելու եւ իհարկե, ինչպես ես նշեցի, ուսանողներին կրթելու, տեղեկացնելու եւ ալտերնատիվ, ակադեմիական ուսման ալտերնատիվ գիտելիք տրամադրելու։
Դա շատ կարևորում եմ ես։ Այլընտրանքային գիտելիք որ տարիքից եք պատկերացնում։ Իմ պատկերացմամբ որ պահին երեխան հեռախոսը վերցրեց ձեռքը, Մանկապարտեզ։ Այո։ Էլ չեմ ասում իրենց ծնողների մասին։ Հա, դե դա ավելի առաջ։ Դա արդեն լուրջ թեմա է։ Փոքր այլ տեսակետ ունեմ այդ հնարավորություններից օգտվելու մասին իրականում։ Նայեք, կրթությունը երիտասարդների, մանուկներին կրթելը, այդ մեծահասակներին կրթելը դա շատ լավ է, բայց իրականում պետք է լինի այն շարժող ուժը, որը որ այդ ամենը առաջ է տանում։ Մենք ցակուցրիվ չենք կարող դա անել։ Կան օպերատորներ, որոնք ինչ որ մի բան են մտածում անում են, կա ինտերնետ հանրությունը, որը որ դոմենների կառավարիչն է, դոմեններն ամի ձև բզբզում, որ զարգանա եւ այլն, բայց մենք պետք է ունենանք լայն, չասեմ հասարակական, բայց գոնե բազմաշահառու մոտեցում ինտերնետի եւ թվային զարգացման վերաբերյալ եւ միավորենք ու համակարգենք մեր ուժերը այդտեղ։ Եթե մենք խոսում ենք օրինակ Սև ծովի կաբելային ենթակառուցվածքների մասին, պետք է հասկանանք, որ դա այնքան լուրջ խնդիր է, որ թողել դա ինչ որ մեկ օպերատորի վրա կամ ոնց կլինի, դա սխալ է։ Մենք պետք է ունենանք այդ բազմաշահառու մոտեցումը եւ օգնենք միջոցներ էլ։ Մենք պետք է ունենանք մի ինչ-որ պլատֆորմ եւ այդ պլատֆորմներից մեկը օրինակ ինտերնետի կառավարման ֆորում, միջգերատեսչական ֆորումն է, հանձնաժողովն է, Կրիստինյանի դեպ հանդիսանում է այդ կառույցի քարտուղարը եւ ինտերնետ հանրությունը հանդիսանում է քարտուղարություն, որտեղ որ այդ բոլոր հնարավորությունները պետք է քննարկվեն, իմի բերվեն բոլոր գործընկերների ռեսուրսները եւ հասկացվի ոնց այդ process-ը կարելի է առաջ տանել։ Նույնը վերաբերում է կրթության ոլորտին, այսինքն ինչ մենք բոլորս կարող ենք անել, որպեսզի այդ գիտելիքները կարողանանք տանք տարեցներին, ինչպես զարգացնենք AI-ը, ինչպես համակարգված մոտեցում ամես պետք, ոչ թե ասենք, թե գիտեք, պետք ամես այս վերջի տարիների ֆորումները ինձ դրա համար են ջղայնացնում, անկեղծ ասած։ Մենք ասում ենք, որ հա ամբողջ աշխարհը գնում է դեպի դրան, բերում ենք լավագույն օրինակներ, ասում ենք ինչ անենք, որ ոնց պետք է կանայք լավ լինեն թվային ոլորտում, ոնց տղամարդիկ պետք է լինեն, բայց իրական պլատֆորմ, որտեղ այդ մարդիկ կգան, կհավաքվեն ու ամենօրյա աշխատանքով դա կիրականացնեն, մենք չունենք ցավոք սրտի։ Եվ դա պետք է լինի ամենաառաջնայինը ստեղծել այդպիսի պլատֆորմներ եւ հզորացնել դրանք։ Այսինքն բերենք ավելի գործնական դաշտ։ Այո։ Եվ ի վերջո նշեցիք մի կարևոր խնդիր, ի վերջո չենք մոռանում, որ այսօրվա մեր թեման, որ զրուցում էինք ինտերնետի հետ կապված, այն ընդգրկում էր մեր կյանքի բոլոր ոլորտները եւ չկա ոլորտ, որին չառնչվի այսօր, ուզենք թե չուզենք դրա մի մասն ենք կազմում եւ անվտանգությունից ու ամեն ինչից ելնելով շատ կարևոր է գրագետ մոտեցումը այս պարագայում իզուր չասացի մանկապարտեզներից, որովհետեւ հենց այդ տարիքից երբ ստանան համապատասխան կրթություն, գուցե ավելի քիչ խոսենք մեդիա գրագիտության եւ համապատասխան կրթվածության մասին, որովհետեւ դրա կարիքը չլինի։ Այստեղ նաև մենք բնականաբար համավարակը բերեց մեզ մի վառ օրինակ, շատ արագ պիտի պատրաստվեինք օնլայնի անցնելու։ Իրականում այո, եթե դա չլիներ, գուցե այդպես էլ տեղից չշարժվեինք եւ այո, շատ ուսուցիչներ ստիպված եղան շատ արագ ընտելանալ, սովորել գործիքակազմին, որպեսզի կարողանան դասընթացներն իրականացնել օնլայն տարբերակով, մինչև այդ մենք չէինք էլ պատկերացնում։ Ավելին ձեզ ասեմ, դրա հետևը կանգնած է շատ ավելի լուրջ աշխատանք։ Այն օրինակ Ղազախստանում կրթական ռեսուրսներին մուտքը անվճար դարձրեցին, այսինքն պրովայդերները անվճար տալիս են դրա մուտքը։ Հայաստանում էլ կար լուրջ զարգացումներ իրականում, զարգացան մի շարք ենթահամակարգեր, օրինակ կտակներ զարգացնում ենթահամակարգեր եւ այլն։ Ես կարող ավելացնեմ, որ գրադարաններն էլ են թվայնացվում, քանի որ այդ շատ կարևոր է ու այդ այցելությունների կրճատման հետևանքով դա շատ ավելի արագ է տեղի ունենում։ Եվ առասարակ մեր առօրյան փոխվեց, մենք մինչև այդ չէինք էլ պատկերացնի, որ կարող ենք աշխատել։ Բայց մի բաներն հետո անենք։ Իհարկե, բայց այստեղ ցանկացած նոր զարգացում ինչ որ բաների պետք է կորցնում ես ինչ որ բաներ, այստեղ ինչ վտանգներ եք տեսնում։ Ոչ որպես մասնագետ։ Թե չէ որպես մասնագետ գուցե առավելությունները ձեզ համար ավելի շատ են։ Միշտ ինչ որ բան կորցնելու ես իրականում, բայց գիտեք ոնց, երևի թե պետք է հասկանաս, որ այդ ինչ որ բանը ոչ թե պետք է կորցնես, այլ պետք է վերափոխես այդ նոր տեխնոլոգիաներով, վերափոխես այդ նոր մոտեցումներով։ Չպետք է հրաժարվես հնից իհարկե։ Պետք է փորձես այդ հինը վերափոխես եւ պահպանես այդ հինը նոր շնչով։
Ըստ իս մարդկային շփումներն են այդտեղ դժում, Այո. որովհետև ժամանակի խնայողությունը անդրադառնում է նաև շրջապատի հետ հանդիպելու, ժամանակ անցկացնելու, բայց դե փորձում ենք բոլորս այդ իրավիճակում գտնել ինչ-որ ելքեր եւ ոնց որ դիմակայել։ Ես հիշեցի մեմը, նույնիսկ տատիկին տեսնելուց թորները մնում են ինտերնետում։ Դեպի տատիկի շուրջ նստած են, բայց փորձենք ամեն ինչ անել, որպեսզի կարողանալ բոլոր զարգացումների հետ մեկտեղ չկորցնել են կարևորը հույզերը, դրական շփումները, էմոցիոնալ մեր մարդ տեսակն են ավելի բարձր Սերը պետք է մնա։ Ահա։ Աստված սեր է։ Վերջին 1 րոպեն է, ամփոփենք համաժողովը այս տարի, եթե այսպես ընդհանուր ամփոփենք արդյունքները։ Համաժողովի արդյունքները այն քննարկվող թեմաները, հա, որոնք որ տեղի ունեցան, քննարկեցինք եւ փորձեցինք այդտեղից որևէ հետեւություններ անել, պետք է մեր հետ ոնց որ տեղափոխենք մյուս տարի, աշխատենք այդ։ Տարին դեռ չի ավարտվել, բայց ապագայում տարվա սկզբից կսկսենք աշխատանքներ, նորից միջոցառումներ, նորից քննարկումներ եւ չի վերջանում մեր աշխատանքը, այսպես կարող եմ ասել, եւ դա շատ ուրախացնում է։ Ունենք արդեն նախաձեռնած միջոցառումներ մարտ ամսին, այնպես որ հուսով եմ մարտ ամսին շատ ավելի ընդարձակ ձեզ կարողանանք զրուցենք։ Հյուր ենք գալու։ Լավ, շնորհակալություն մանրամասներ ներկայացնելու համար։ Հիշեցնեմ ռադիոլսողներին, իմ զրուցակիցներն էին ինտերնետ հանրություն հասարակական կազմակերպության խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանն ու RIPE NCC հանրային կապերի եւ քաղաքականության մշակման ավագ խորհրդական միջազգային փորձագետ Վահան Հովսեփյանը։ Լինենք գրագետ եւ փորձենք մեկը մյուսի հաշվին ոչինչ չիրականացնել։ Մնացեք հանրայինի հետ, ես Լուսինե Մուրադյանն եմ։ Քո ձայնը